Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, ձեզ հետ է Լիանա Բալյանը։ Շատերը չգիտեն, որ հնարավոր է նվազեցնել ալիմենտի չափը։ Ալիմենտի չափը երբեք ինքն իրեն չի նվազեցվում, այն կատարվում է միայն դատարանի միջոցով։ Քաղաքացին պետք է դատարան ներկայացնի հետևյալ ապացույցները, որ հիվանդացել է կամ ձեռք է բերել հաշմանդամություն, կամ ամուսնացել է երկրորդ անգամ, երկրորդ ամուսնությունից ունի երեխաներ, կամ կորցրել է բիզնեսը, եկամուտները, կամ նրա խնամքին են գտնվում տարեցնողները։ Նա պետք է դատարան ներկայացնի հետևյալ փաստաթղթերը։ Առաջին, ալիմենտի բռնագանձման մասին որոշման օրինակը, որ այն ստացել է օրինական ուժ։ Երկրորդը, եթե երկրորդ ամուսնությունից ունի երեխաներ, այդ ծննդյան վկայականը, հաշմանդամության վերաբերյալ փաստաթղթերը, եթե հիվանդացել է, նույնպես փաստահաստատող հանգամանքները, եթե կորցրել է բիզնեսը, եկամուտները կամ աշխատանքը, չի աշխատում կամ ստանում է այլ ցածր աշխատավարձ, նույնպես փաստահաստատող հանգամանքները։ Կամ եթե քաղաքացին դատապարտվել է, գտնվում է կալանավայրում, այլ եկամուտ չունի, չի աշխատում, նվազեցվել է նրա ֆինանսական վիճակը, եւ կամ նրա խնամքին են գտնվում տարեցնողները, որոնց նա խնամում է եւ ի վիճակի չէ փաստորեն ամբողջությամբ վճարել ալիմենտը, այդ բոլոր փաստերը հաստատող հանգամանքները։ Բայց Հայաստանում օրինակ հնարավոր է միայն նվազեցնել ալիմենտի չափը, բայց դադարեցնել, ընդհանրապես դադարեցնել, հիշեք, հնարավոր չէ, որովհետև Հայաստանում գործում է օրենք, որ քաղաքացուց բռնագանձում են կայուն գումարով դրամական միջոցներ ալիմենտի բռնագանձման պահանջով։ Այսինքն, եթե քաղաքացին չի աշխատում, ընդհանրապես չունի կայուն դրամական միջոցներ, պետությունը որոշում է նրանից բռնագանձել կայուն դրամական գումար։ Եվ այդ գումարները հաշվարկվում են նաև անցած տարիների չվճարված ալիմենտը, եւ թե քաղաքացին չի վճարում, դա հասնում է հարկադիր կատարման ծառայություն, եւ հարկադիր կատարման ծառայությունը գումարած նաև տույժ ու տուգանքները, տեսնելով, որ քաղաքացին չի վճարում, բռնագանձումը տարածում է նրա գույքի վրա։ Օրինակ, եթե քաղաքացին խորհրդային տարիների ձեռք բերված ժառանգություն ստացած գույք ուներ, շատ հնարավոր է, որ այդ բռնագանձումը տարածվում է այդ գույքի վրա, դրվում է վաճառքի եւ ինչ է կատարվում։ Եթե պետությունը փաստորեն ղեկավարվում է երեխայի լավագույն շահերից, շատ էժան գներով հարկադիր կատարման ծառայությունում վաճառում են այդ բնակարանը եւ տալիս են երեխայի ալիմենտը, սակայն քաղաքացին հայտնվում է փողոցում եւ ավելի է վատթարանում նրա վիճակը, փաստորեն չի պաշտպանվում քաղաքացու վիճակը։ Իսկ օրինակը, եթե ես ուսումնասիրում եմ Բելգիայի օրինակը, այստեղ ինչպես է, Բելգիայում նույնպես կարելի է նվազեցնել ալիմենտի չափը, դա համարյա նույնն է ինչպես Հայաստանում, բայց կարող են նաև դադարեցնել ալիմենտի նվազումը, որը Հայաստանում չի արվում, ինչպես Բելգիայում ի տարբերություն ալիմենտի բռնագանձման պահանջներով նվազագույն տարիք սահմանված չէ։ Օրինակ Հայաստանում սահմանված է մինչև 18 տարեկան, իսկ Բելգիայում հնարավոր է օրինակ բռնագանձել մինչև երկու երեխաների համար, օրինակ բերեմ, իմ ձեռքի տակ կա նմանատիպ վճիռ, երկու տղաների համար բռնագանձել մինչև 30 տարեկանը ալիմենտ։ Բայց եթե քաղաքացին չի աշխատում, գտնվում է ֆինանսապես շատ ծանր վիճակում, ապա պետությունը ինքը դադարեցնում է այդ ալիմենտի չափը վճարելը քաղաքացու կողմից եւ ինքն է սոցիալական ծառայությունների միջոցով վճարում երեխաների ալիմենտը, մինչև քաղաքացին կսկսի աշխատել։ Երբ արդեն բարելավում է նրա ֆինանսական վիճակը, այդ ժամանակ նորից նա շարունակում է վճարել ալիմենտ։ Եվ երկրորդ, եթե օրինակ արդեն այդ 29 տարեկան տղան, որի համար վճարվում էր ալիմենտը, իր համար աշխատանք է գտնում եւ գտնվում է ֆինանսապես անկախ վիճակում, այդ ժամանակ նույնպես քաղաքացին անպայման դիմում է Բելգիայում ֆամիլիալ դատարանին եւ դադարեցվում է ալիմենտի վճարումը, հնարավորություններ ունի։ Երկու պետություններում էլ, օրինակ Բելգիայում էլ Հայաստանում էլ քրեական պատասխանատվություն ենթարկելու մասը նույնպես նույնն է։ Օրինակ Հայաստանում, եթե քաղաքացին գտնվում է բարվոք վիճակում, աշխատում է, ունի ավտոմեքենաներ, բնակարաններ, ունի բարձր եկամուտ, սակայն չարամտորեն խուսափում է ալիմենտ վճարելուց, այդ դեպքում հարուցվում է քրեական գործ դիտավորությամբ ալիմենտից խուսափելու համար։
Նույնը Բելգիայում է, սակայն Բելգիայում ծայրահեղ դեպքում են հարուցում քրեական գործ, ասեմ, այն դեպքում, եթե նրանք իրոք հայտնաբերում են, որ քաղաքացին իրենց խաբել է, իբր չի աշխատել կամ եկամուտ չունի, շատ արագ են հայտնաբերում եւ երբ հայտնաբերվում է, նույնպես հարուցում է քրեական գործ։ Բայց ասեմ, որ Բելգիան ավելի ճկուն քաղաքականություն է որդեգրել ալիմենտի բռնագանձման պահանջներով, քան Հայաստանը։ Հայաստանը ավելի կոպիտ քաղաքականություն է վարում, որովհետև նա բռնագանձումը տարածում է, օրինակ, եթե քաղաքացին չի աշխատում, ֆինանսական միջոցներ չունի, վերջի գույքի վրա քաղաքացուն թողնում է անպաշտպան փողոցում, իսկ Բելգիան ոչ։ Բելգիան հնարավորություն է տալիս քաղաքացուն աշխատելու, ունենալու ֆինանսական միջոցներ, ինքն է օգնում, որպեսզի վճարվի երեխաների ալիմենտը, մինչև քաղաքացին ոտքի կկանգնի, կունենա ֆինանսական միջոցներ, կաշխատի եւ կշարունակի ալիմենտի վճարումը։ Այսքանը, շնորհակալություն, ստեսություն։